Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ Վառնայից տեսակապի միջոցով մեզ է միացել Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը։ Բարև ձեզ Տեր Արմեն։ Բարև Ազար, բարի։ Տեր Արմեն, տևական ժամանակ է տեսնում եք ինչպիսի խմորումներ կա եկեղեցու շուրջ, ավելի շուրջ եկեղեցու որոշ սպասավորների շուրջ եւ Կիրակի օրը մենք ականատես եղանք նաեւ Հովանավանքում պատարագի, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գիտեք արդեն որ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը արդեն կարգալույծ է արվել եւ այստեղ էլ քննարկումները չեն շարունակվում Մայրաթորից եւ որոշ հոգեվորականներ պնդում են, որ դա կեղծ պատարագ է, դա վիրավորում է Մայրաթորին եւ այսպես շարունակ եւ նաեւ վերջին շրջանում շատ է խոսվում, որ հարձակում կա Մայրաթորի վրա։ Դուք այս համայնապատկերի մեջ, երբ որ նայում եք տեղի ունեցողը, ինչ գնահատականներ ունեք եւ ինչպես կբնութագրեք այժմ տեղի ունեցող այս գործընթացները եւ նաեւ վարչապետը հայտարարեց, որ Հովանավանքի պատարագով սկսվում է Մայրաթորը ազատելու գործնական փուլը։ Դուք ինչպես եք դա պատկերացնում եւ որ տեսակետն եք ավելի շատ պաշտպանում հիմա սա հարձակում է թե իսկապես Մայրաթորը ազատագրելու գործընթացը։ Հիմա այդքան հարցեր դվին ես ոնց պահեմ իմ միտքը, բայց պիտի փորձեմ անդրադառնալ առաջին կետից այդ խապկանքին, որ ներկայացնում են մեր ժողովրդին, որ եթե քահանան գարկալուց եղած է, ուրեմն ինքը չի կարող որևէ մեկ արարողություն կատարել։ Նախ հստակորեն ասեմ, որ մեր եկեղեցում եւ ընդհանրապես քրիստոնեական եկեղեցում գարկալուծում, այսինքն որպես օձումնազրկում չկա։ Այսինքն եւ որ ասում են գարկալուծում, առնում ես մարդուն գարկը, բայց չես առնում մարդուն օձումը, որովհետեւ այդ օձումը անչնչելի է։ Օրինակ դամ ծերունգների, որ եւ որ մենք երեխային օձում ենք միրոնով, մենք որևէ մեկ բարակային չենք կարող ասել, որ այդ երեխուց այդ միրոնի օձումը վերցնում ենք, բայց քահանայի բարակային քահանան ունի օձում եւ ունի գարկ։ Հիմա գարկը կարող է որևէ որոշ պատճառներով առնվի նրանից եկեղեցական իշխանությունից կողմից, ինչ է նշանակում գարկազրկել, այսինքն գարկը առնել։ Գարկը, այսինքն այդ մգրդություն, բսակ, բադարակ, այդ արարողությունները կատարելու իրավունքը նրանից առնվում է։ Բայց անշուշտ է մեր եկեղեցու հայրերը նաև սահմանում են, որ այդ գարկը վերցնելու համար, որպեսզի ժամանակավոր ավեստու հոգևորականին բաժես կամ զրկես այդ գարկից, պետք է լինեն որոշ կանոններու հետևողություն։ Այսինքն չես կարող առանց պատճառի ինչ որ մեկի գարկը վերցնես, որովհետև ինքը ենթադրենք հարում է իշխանության կամ հարում է կապարով ինչ որ մի գուսակցության կամ չգիտեմ ինչ այդ իմաստով չեք կարող առնել եւ եթե այսօր իրենք Տեր Արամի գարկն են արել այդ պատճառով որ ինքը հարում է իշխանության նաեւ համազոր պետք է առնեն գարկը Միքայել Աչաբահյան եպիսկոպոսին որ ոչ թե հարում է այլև մարդկանց իշխանության թեմ է հարում նաեւ պետք է առնեն գարկը Պակրատ եպիսկոպոս Գալստանյանին, որ միևնույն հաջողությամբ թողեց իր եկեղեցական առաքելությունը եւ անցավ քաղաքական ուժի եւ անցավ քաղաքական դաշտի եւ ինքնին հրճագեց որպես նոր վարչապետ։ Այսինքն ուզում եմ ասել, որ որևէ մեկ գարկալուծում խոսքը օձումնալուծման մասին չէ, որ ընդհանրապես չկա։ Գարկալուծում եթե պիտի լինի Թատաստան Այսինքն այս մարդը պետք է իմանա ինքը ինչի համար է գարկալուծվում ժամանակավորապես կամ ասենք բաճվում եւ ինքը պետք է փորձի ինքնինքը պաշտպանել սա ես չէ որ ասում եմ սա մեր եկեղեցու հայրերն են ասում բայց արեք եւ տեսեք մեր եկեղեցում այսօր կանոն չի կործում ընդհանրապես Այսինքն մեր կանոնը Գդրիչ Ներսիսյանն է, մեր օրենսգիրքը Գդրիչ Ներսիսյանն է, մեր թավանանքը Գդրիչ Ներսիսյանն է, ինքը ինչ որ ասել լինում է, օրինակի համար ցես բարձ օրինակ դամ ընդհանրական եկեղեցու օրենքով եւ սահմանված կարգով մենք չենք կարող հաղորդություն տալ ինչ որ մեկին, որ բողոքական է, կամ Եհովայի վկա է, կամ իսլամ է եւ այլն, եւ Գդրիչ Ներսիսյանը հայտնի ցայնակրություն ունի, որտեղ ինքը ասում է մենք դալիս ենք անխդիր հաղորդություն, մենք չենք նայում եկողվա, ինչա որ եկել է մենք դալիս ենք։ Այսինքն տեսնում ես, եթե ինքը այսպես է ասում, ուրեմն այսպես է։
եւ գարկը այդպես են տանում։ Այսինքն միանձնյա է որոշվում, Տեր Արմեն, ես ճիշտ հասկացա, որ եկեղեցում ամեն ինչ միանձնյա է որոշվում կաթողիկոսի կողմից։ Մենադիրություն է, եւ մենք խոսում ենք կաթոլիկ եկեղեցու մասին եւ ասում ենք, որ կաթոլիկ եկեղեցում ուրեմն Հռոմի Պապը ինքն է իր վերջին խոսքը ունի եւ առաջին խոսքը, բայց արի եւ դες, որ մենք ավելի բետար ենք։ Այսինքն մեր մոտ ընդհանրապես նույնիսկ եպիսկոպոսները ասելու բան չունեն, չեն համարձակվի բան ասել։ Ես ականատես եղել եմ եպիսկոպոսների, որոնք ներկա են գտնվել իր առջև, գիտեք, մեծ եպիսկոպոսների մասին է խոսքը, դարիներու եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, որոնք ներկա գտնված են իր առջև ինչ որ հարցով, երեխայի նման վրան քորումա, կանչումա, բարգանումա։ Այսինքն սա եկեղեցի չէ այլևս վարչական իմաստով։ Այսօր արքեպիսկոպոսը մեր եկեղեցում ներկայացնում է որպես իշխանություն, իշխան է եպիսկոպոսը։ Մանավանդ ինքը եթե որ մի դեղի եւ որ առաջնորդ լինի, ինքը իշխան է եւ անկախ կաթողիկոսից։ Կաթողիկոսը նույնիսկ իրավունք չունի խառնվելու իր վարչական հարցերի մեջ, առաջնորդական հարցերի մեջ, որևէ մեկ թեմում։ Բայց արի եւ դες, որ այսօրվա մեր եպիսկոպոսների ցերից լիազորությունը վերցված է։ Այսինքն նույնիսկ եթե եպիսկոպոսը ուզենա մի քահանա ցերնատրել, նույնիսկ մի սարգսակ եթե ուզենա ցերնատրել, առանց գդրիչի հավանության ինքը չի կարող դա անել։ Այնպես որ մեր եկեղեցին իր հեղինակությունը գործրել է։ Եվ որ ասում եմ մեր եկեղեցին, այսինքն մեր եպիսկոպոսները, որոնք կազմում են եկեղեցվո գլուխները, խորքի մեջ ինչ է նշանակում կաթողիկոս։ Կաթողիկոս դիտողը միայն մենք առաքելական եկեղեցին ունենք։ Կաթողիկոսը խորքի մեջ եպիսկոպոս է։ Եվ հիմնական անունը կաթողիկոս գոչումին, որ մենք ունեցել ենք, դա գոչվում է եպիսկոպոսաբեդ։ Այսինքն ինքը եպիսկոպոս է եպիսկոպոսների մեջ, բայց ինքը գլխավորում է եպիսկոպոսական ժողովը, գոչվում է եպիսկոպոսաբեդ։ Բայց բոլոր պարքերը փոխվեցին, բոլոր արժեքները փոխվեցին, այսօր եպիսկոպոսը դարձավ ոչինչ Գդրիչ Ներսիսյանի օրը։ Այսինքն սա ուզեցի ցերուն ինտերներին այդ գեդը բացատրել, որովհետեւ ովքեր որ գնում են եւ դիմում են քահանային իր աշխարհական անունով մեծ սխալ են գործում եւ համարձակվեմ ասել, որ մեծ մեղք են գործում Սուրբ Հոգու նկատմամբ, որովհետեւ Սուրբ Հոգին այդ շնորհը տվեց ենթակային եւ ինքը օծվեց Սուրբ Հոգիով, այդ Սուրբ Հոգին նրանից անչնչելի է եւ որ դու դիմում ես քահանային իր աշխարհական անունով, այսինքն վարգապեգում ես Սուրբ Հոգիի շնորհը, որը գա իր մեջ։ Տեր Արմեն, վերջերս նաև տեսանյութ տարածվեց համացանցում Մայրաթորի դիվանապետի Արշակ Սրբազանի հետ կապված։ Արշակ Սրբազանը ըստ էության մեկնաբանելով այդ տեսանյութերի բովանդակությունը, որոնք ինտիմ բնույթի են, ասաց, որ դա հերյուրանք է, անօրինական է նկարահանումներն իրականացվել եւ իսկապես այդտեղ ճշմարտացիություն կա, որ մարդու անձնական տարածքը խախտվել է ինչ-որ իմաստով, բայց ամեն դեպքում տևական ժամանակ է մենք ամենատարբեր հարցադրումներ ենք լսում հոգևորականների հետ կապված, նույն Գարեգին-բեի հետ կապված հարց է բարձրացվել, թե արդյոք զավակ ունի, թե չէ, արդյոք կուսակրոնության ուխտը խախտել է, թե չէ, եւ հիմա արդեն այս տեսանյութերը եւ Մայրաթորի եկեղեցականների կողմից ոչ մի հերքում չենք լսում, հակառակը իրենք ասում են, որ սա եկեղեցու վրա հարձակման այդ տարերից մեկն է։ Հիմա ինչպես հասկանանք այս տարածվող տեսանյութերը, բովանդակությունները, ձայնագրությունները, ինչպես նաև Նաթան arczepiskopos-ի հետ կապված այդ ձայնագրությունը եւ ինչպես հասկանանք այն փաստը, որ ըստ էության եկեղեցին եւ եկեղեցականները չեն հերքում դա։ Երբ որ չեն հերքում, դա նշանակում է, որ ճիշտ է։ Հիմա եթե կանք ձայնագրության, այսինքն ես չգիտեմ, այսօր մենք ապրում ենք լուսավոր տարում։ Այսինքն եթե որևէ մեկ ցայնագրություն ինձ դրամատրվի ես, որ մի քիչ տեղյակ եմ այս տեխնոլոգիայի մեջ, ես կարող եմ մեծ հաջողությամբ, արհեստական բանականությամբ եւ այլ ծրագրերով ես ամիջապես ապացուցեմ, որ սա իսկականից է, կամ արհեստական բանականությամբ է սարքվել, կամ կոմպյուտերի մոնտաժ է սա, այսինքն այդ մասին խոսելը այսօր գիտեք
ինչ որ մեկը ուզենա հերքել ինչ որ մի բան, ասում է սա արհեստական բանականությամբ սարկած է, բայց իրենք մոռանում են, որ արհեստական բանականությունը նաև գարա ինքը կոնտրոլ անի, թե դա իրա սարկածն է կամ իրա սարկածը չէ։ Հիմա ինչ որ վերապերում է բարոյական վարքին մեր հոգևորականներին, այսինքն չգիտեմ, այսինքն պետք է ժխտեն։ Ես զարմանում եմ, ինչու եք սպասում, որ ժխտեն։ Այսինքն ժխտելու կարիք չկա, որովհետև լուսավոր աչքի պես ամեն ինչը հայտնի է եւ բացահայտ է։ Այսինքն եկեղեցում նման բարքեր են։ Եկեղեցում նման բարքեր են Տեր Արմեն, այսինքն ասում եք ամեն ինչ պարզ է եւ ակներև է։ Այսինքն քաղտնիկ չէ, սա քաղտնիկ չէ, սա քաղտնիկ չէ։ Բոլոր մեր գուսագրոնները բացառությունները հարկելի են։ Ես կոնե մի երկու բացառություն գիտեմ, հավանաբար ավելի կան, ես չեմ գիտեմ, բացառությունները հարկելի են, բայց բոլորը շերված են իրենց առաքելությունից եւ դրժած են իրենց գուսագրոնության ուխտը։ Եվ եկեղեցվո կանոնը ասում է, որ երբ որ գուսագրոնը դրժում է իր գուսագրոնության ուխտը, ինքը անմիջապես գարկալուց է։ Հետևաբար, երբ որ մեր վարչապետը ասում է, որ Գդրիչ Ներսիսյանը չի կարող գարկալուց անել, որովհետև ինքը գարկալուծված է, ինքը ըստ օրենսգրքի, ըստ կանոնակարգի է խոսում, ինքը գիտի ինչ է ասում։ Հետևաբար ուզում եմ ասել, որ այս բոլոր գարկերը խախտված են։ Ես ձեզ ավելին ասեմ։ Մենք ունենք մի գուսագրոն, որ հիմա ամիջապես անունը եթե հիշեմ, ամիջապես կասեմ։ Ունենք մի գուսագրոն, որը գուսագրոն էր, հետո թույլտվությունը ստացավ, որ ամուսնանա կահանա լինի, հետո էլի թույլտվությունը ստացավ, որ գինը թողնի եւ էլի կա գուսագրոն լինի։ Խայտարակություն է։ Ավելի մեծ օրինակ դամ ձեզ։ Մենք ունենք մի հատ հայր ասողիկ է, դեր ասողիկ է, չգիտեմ։ Ինքը կահանա է, ուներ գին, ուներ երեխաներ, բոլորս էլ ճանաչում ենք իր գին երեխաները, Երևանում են ապրում։ Այս մարդը արձակվեց Գդրիչ Ներսիսյանի հրամանով, թույլտվությամբ, կամ ասում են իրա պահանջով, թողեց իր գինի երեխաները, որոնք այսօր ապրում են Երևանում, եւ եկավ գուսագրոնության, հիմա գուսագրոն է, գոչվում է հայր ասողիկ։ Սա խայտարակություն է, սա չի կարող սենց բան լինել, չի կարող։ Մարդը ամուսնացած երեխաների դեր դու բերում ես վեղար ես դալիս եւ իրան գոչում ես գուսագրոն, սա ինչ եղավ, սա ինչ գուսագրոնություն է, սա խայտարակություն է, սա խաղալիք է, սա արհամարհանք է։ Իսկ այդ հայտնի հարցի պատասխանը եւ լռությունը ինչի մասին է, Տեր Արմեն, երբ որ տևական ժամանակ է վարչապետը հարց է բարձրացրել կաթողիկոսին ուղված եւ հակառակ կողմից ոչ հերքում են, ոչ հաստատում են, կաթողիկոսը զավակ ունի թե չէ։ Պատասխանում են, ասում են, որ հարցը այսպես կարելի չէ բանանել, հրամցնել կամ ներկայացնել, ծևերը կան, այդ ծևերը ինչ են, մեզ ասեք։ Եթե ասում եք, որ աշխարհական իրավունք չունի խառնվի, մենք որպես հոգևորականներ, ես անձնապես 2018 թվականից այս հարցերը բարձրացնել եմ եւ տասնյակ նամակներ եմ հղել Էջմիածին, ասելով, որ դուք խախտել եք հայ եկեղեցվո կանոնները, այդ նամակները ունեմ։ Ոչ մի պատասխան չի կարող։ Սիրելիս, մենք թեմ չենք, որ դու գնաս ամուսնանաս, երեխաներ ունենալ, գնա ունեցիր, սա քո իրավունքն է, եւ Սուրբ Գիրքը ասում է, ամուսնությունը սուրբ է, ամուսնական անդողինը սուրբ է, դու կարող եք գնալ ամուսնանալ, երեխաներ ունենալ, տորնիկներ ունենալ, բայց չեք կարող ամեն մեկ երկրի մեջ գին ունենալ։ Նրա համար էլ այս մարդիկը չեն ամուսնանում։ Որովհետև եթե ամուսնանան օրինավոր մի գին եւ այդ գինից երեխա պիտի ունենա, չի կարող գնա հետ ուզենա որ մենք անցանք իսլամները, Հերիփսիմե ջան, մենք անցանք։ Ես գիտեք ուսումնասիրել եմ բարձր ուսում ունեմ իսլամական կրոնի մեջ եւ գիտեմ նրանց օրենքները, որ իրենք օրինակ ունեն հնարավորություն 4 գին ունենալու։ Նաեւ այդ 4 գինից դուրս, եթե իրենք շատ են ճամփորդում, իրավունք ունեն ժամանակավոր ամուսնություն կնքել ինչ որ մի գնոջ հետ արտասահմանի մեջ որոշ ժամանակի համար, որոշ գումարով, որոշ պայմանով։
դա իսլամների մոտ մենք ասում ենք սա խայտարակություն է, սա գրոն չի, բայց արի եւ դες մենք անցանք իսլամներ։ Այսինքն ինչ Մեր նկատի ունեք։ հոգևորականները անցան իսլամների շեխերի գադարած խայտարակությունը։ Այսինքն կաթողիկոսը ձեր խոսքից կարող ենք ենթադրել, որ ոչ թե մի կին եւ մի զավակ ունի, այլ բազմաթիվ կանայք եւ նաեւ զավակներ։ Ես ճիշտ հասկացա Ոչ ձեզ։ թե կարող եք ինտերնետ ծեր եթերներով իր կավազանագիրը ասեց, հայրփորենն էլ ասեց, բոլորը գիտեն, ամեն մի երկիր ուր որ ուզում այնտեղ մի հատ կին ունի, եւ ինքը հայր Կարեկինն էլ անցյալ անգամ ծեր եթերով պատմեց, որ ինքը ասելա, որ այդ Գերմանիայից բռնդվելու հարցը ուրիշ հարցա, որ ինքը այնտեղ մի հատ ամուսնալուծված կնոջ հետ է եղել, ամուսինը նրան փողոքել է, թադը եւ այլն եւ իրան վդարել են Գերմանիայից։ Մարդը ասում է Այսինքն սրանք բացահայտ փաստեր են։ Ինչ են բա, թող հերկի, թող գանչի հայ խորենին թադարան, թող գանչի Կարեկինին, որ Հովանես Հովանեսյանը, որ Գերմանիայի աստվածապանական ֆակուլտետի մեջ ուսում է տալիս, մարդը մեծ բարձր աստիճանի մարդ է Գերմանիայում։ Թող իրան թադի դա, որ դուք ինչ հերյուրանք եք ասում։ Եթե չաբացուցեք, ես ձեզ թադի գտամ, թող դա։ Բայց որ ինքը լուր է մնում, լրությունը համաձայնության նշան է, ուզես կամ չուզես, ուրիշ ջար չկա, ուրիշ պատասխան չկա։ Վարչապետը դասնյակ ցեղերով թիմեց իրեն։ Ես հիշում եմ առաջին անգամ ազգային ժողովի մեջից, մարդը վարչապետը ասեց, որ մենք հարցնում ենք մի անգամ եւս, վեհապար հայրաբեդ, վեհապար հայրաբեդով թիմեց իրեն։ Դուք գին երեխա ունեք կամ ոչ, դուք գոսագրոնության ուխտը խախտել եք կամ ոչ, ցայն պարպարո արաբադի, չկա պատասխան, ինչ պիտի պատասխան դա։ Եթե ասի հա, ուրեմն դե հրամեցեք աթորը ազատեցեք, դուք կարգալուց եղացեք։ Եթե ասի չէ, ինքը լավ գիտի, որ այսօր շատ հեշտ է, մի հատ իր աղջիկա մազից կբերեն, մի հատ էլ իր աչքիրեմ ինչից կբերեն, կհամեմատեն դնթը եւ իհարկե գելե որ ինքը քանի երեխա ունի այսօր որևէ մեկը եթե ուզենա գնա դնթը մի հատ իրավունք ունի ես արել եմ դնթը այնտեղ քեզ ասում են քո ասկն ու դագը ուր դեղից ես որ ասկից ես ինչ ընտանիք ունես ինչ զավակներ ունես սա քեզ ասում են այսի դժվար չի վարչապետի համար ոչ էլ դժվար է որևէ մեկու համար դա անել Տեր Արմեն, նրա համար է Իսկ խնդիրը միայն կին զավակներ ունենալն է, թե այլ խնդիրեր կան։ Չէ, սա ամենափոքր խնդիրն է։ Իսկ մեծ խնդիրը մեր խնդիրը այլևս սա չէ։ Մեր խնդիրը սա չէ։ Մեր խնդիրը որ մեր եկեղեցու առաքելությունը աղավաղված է, խախտված է, թեղաթյուրված է։ Այսօր մարդիկ դեղը չեն, պաշտոնյաները դեղը չեն։ Քրիստոսի պաշտոնյաները չեն սրանք։ Սրանք մամոնայի պաշտոնյաներ են, սրանք ավելին ասեմ, սադանայի պաշտոնյաներ են, ի վերջո և որ ասում են ները պիտի կա վերջին օրերուն, չէ, այդ ները ինչ ծևով պիտի կա, խոչի կալու մեկը գոդոշներով չգիտեմ, չէ, ները պիտի ունենա իրա պանագը, պիտի այդ պանագը բաժանված լինի եկեղեցիների մեջ, և ամեն մի ներ իր եկեղեցու մեջ պիտի կանտի եկեղեցին ինչ կան որ կարող է, Այս է, մենք այսօր հասած ենք այստեղ, մենք հարցը միան վարչական հարց չէ, հարցը կին երեխա ունենալ չէ, դու կարող ես օրինակի համար, բոլորս մեղավոր են, բոլորս ամեն մեկի իր չափով, ուզում եմ ասել, որ դու որպես ուսուցչական կարող է ինչ որ մի օր խախտած լինես քո ուսուցչական ուխտը, ապաշխարես, բայց հետո անցնես քո հոգևոր կյանքից, մոռանաս դա այդ էջը կոծես Կնաս ապաշխարես, զղջաս, 40 օր բախբահես, եկեցին կեզ բադիս սահմանի և այլն և այլն։ Այն ժամանակ կասենք, որ լավ ապաշխարել եմ, ապագեցին կեզ հարցը մորցան, մարդը անցավ իր հոգևոր առաքելությանը։ Բայց արիդես ոչ զղջացել է, ոչ խոստովանում է, և խորքի մեջ ինքը եթե խոստովանի, եթե ինքը այդ մեղքից ուզենա ապաշխարել, պետք է հրաբարակապ ապաշխարի։ Օրինակի համար ես իրադեղը լինեմ, Այսօր այս կանի բացայդումներից հետո ես գերել եմ իմ ժողովրդից կասեմ ժողովուրդ ջան ես ձեզանից ներողություն եմ խնդրում այո ես խախտել եմ իմ գոսագրոնության ուխտը ես ապաշխարում եմ եւ խնդրում եմ ինձ ներեք եթե եկեղեցին քեզ ներե
Եթե ժողովուրդը քեզ ները եւ դու սրտանց ապաշխարես, օքեյ շարունակի, բայց այս մարդկանց մեջ հոգեվոր չկա։ Ես 2 անգամ հանդիպել եմ իր հետ կամ 3 անգամ հանդիպել եմ իր հետ եւ իրանք արածել։ Մարդը ասած նայում է քո երեսին, նայում է։ Մի բառ չի ասում։ Չի ասում ճիշտ ես, չի ասում սխալ ես։ Մի անգամ իրան ասեցի մենք Վեհապար ասեցի մենք գարիք ունենք հոգեվոր հոր հայրաբեդի։ Ասեց կարող ես օրինակ տալ։ Օրինակը ասեցի Շնուդա հայրաբեդը երջանկայի շատակ ամեն շաբաթ 2 անգամ հանդիպում է ժողովրդի հետ հոգեվոր զրույցներ, սուրբ գրքի սերտողություններ եւ այն ասեց մեր ժողովուրդը դա չի ընդունում։ Ասեցի ո՞նց դա չի ընդունում։ Ասեց քեզ օրինակ տամ։ Կարեկին առաջինից ավելի լավ խոսող եւ ջարդար մարդ կար։ Ասեցի չէ, Կարեկին առաջինը, որ ես իր աշակերտն եմ եղել, շատ ջարդարախոս աստվածապան մարդ է։ Ասեց դες ինչ է խոսում իր մասին։ Ինչ է խոսում նրա մասին։ Մարդը հադորներով քրքեր ունի։ Մարդը Օքսֆորդից, Ամերիկայի ամենաբարձր համալսարաններից նրան գանչում են որբեսի դասախոսի։ Մարդը 5, 6, 7 լեզուով քրքեր ունի եւ դասախոսում է այդ լեզվով, ինքը ասում է դες։ Այսինքն ձիձաղելի է նրանց համար այն մարդը, որ իսկապես բան է, քիդագ է, խոսում է, քիրք է գրում, քարոզում է, իրենց համար ընդունելի չէ։ Ես ձեզ մեր այս խայդարագություններից ավելի խայդարագություն էլ դամ, որովհետեւ դուք իմանաք, ձեր ընկերներն էլ իմանան, որ մեր հարցերը այս մանր մունրները չեն։ Խոշոր հարցերը որոնք են, Տեր Արմեն, խոշոր հարցերից եմ ուզում խոսեք, որոնք են այդ մեծ հարցերը։ Օրինակի համար ձեզ մի հատ խոշոր հարց ասեմ։ Եկեղեցականի առաքելությունը ձեր ըմբռնմամբ ինչ է։ Առաջին բարդականությունը պիտի լինի ավետարանի քարոզությունը։ Դուք գիտեք 2020 թվականին, ես 2010 թվականից ես ինտերնետով քարոզություն եմ անում հանրաբազորի հաց ամեն առավոտյա ժամը 7-ին։ Այս մարդիկ ամեն ձևով ուզում էին դադարեցնել այս հանրաբազորյա հացի հաղորդումը։ Եվ երբ որ թղթակիցներն մեկը հարցազրույց արեց առաջնորդի հետ, Խաչակ Սրբազանի հետ, որ ավակակույն մեր եպիսկոպոսներն են, ասեցին ինչու եք արգելում Տեր Արմենին ավետարան քարոզի, ասեց մենք բողոքական չենք, որ ամեն օր ավետարան քարոզենք։ Այ կես խայդարագություն։ Այսինքն ավետարանը քարոզելը միայն ավետարանականների գործն է։ Այդ ցայնակրությունը գա, այդ թերթը գա, այդ հոդվածը գա։ Տեր Արմեն, իսկ այն խոսակցությունները, որ որոշ հոգևորականներ հիմա արդեն հայտարարում են, որ կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ, անգամ եթե նրան ձերբակալեն կամ կալանավորեն, անգամ եթե տանեն ԱԱԾ պատվալ, այսպես ասած, կալանավայրից ինքը իրականացնի իր գործառույթները, այսինքն կաթողիկոսը ամեն դեպքում չի պատրաստվում հրաժարվել։ Ինչ պիտի իրականացնի ԿԳԲ-ի պատվալից, ինչ, պատվալից դուրս ինչ կարողացավ անել, որ պատվալի մեջ ինչ պիտի անի։ Այս մարդը այս է։ Եվ այս մարդը ես խոսել եմ, եւ որ Գերմանիա էի ծառայում 98 թվականից մինչև 2000 թվականը, ես Կարեկին երջանկայի շատակ Կարեկին arczepiskopos Բեկջյանի շատ մոտ էի։ Եվ ինքն շատ բաներ ասել, եւ նույնիսկ ես Իրանի ցայնակրություն ունեմ, որ իր թույլտվությամբ դրված է այդ արձանագրությունը, բայց մինչև այսօր ես չեմ ուզում դա հարաբերակեմ։ Այսինքն ուզում եմ ասել, որ նույնիսկ Գերմանիայից նախորդ մեր հավատացյալները պատմում էին իր մասին, թե ինքը Գերմանիայում ինչ ան։ Ես նկարներ եմ տեսել, որ ինքը ժողովրդի հետ բարում է, շուրջ բարաբարում, ցածկրտում է, եղբայր, այս հոգևորականի արժեքը, բարոյականությունը ինչքան իջացրիկ։ Մենք օրինակի համար մենք այնտեղ բաղում ենք այս հանգամանքները։ Ես ինձի արգելված չէ ուրախանամ, բայց ես ուրախանում եմ իմ ընտանիքի շրջապագիս մեջ։ Նրանից դուրս մեկը չի տեսել իմ բարելը, իմ չգիտեմ խմելը, մեկը չի տեսել, մեկը իրավունք չունի դա տեսնելու։ Ինչ ձայնագրությունների մասին եք խոսում, կխնդրեմ մեկնաբանել դրանց բովանդակությունը, ասացիք, որ ձայնագրություններ, տեղեկություններ ունեք։ Այսինքն Կարեկին Սրբազանը շատ հստակ ասում էր, որ ինքը ծառայում է մոտուժերին, ինքը աստվածամերժ է, ինքը Քրիստոսին չի հավատում։ Օրինակի համար պատմում է մի օր,
որ իր գոշիգնա հանել ցույց տվել եպիսկոպոսիների ներկայության բանի մեջ իջմիածնի հյուրած ինչ են ասում հյուրընկալության այդ սրահի մեջ հանելա գոշիգը ասում է որ գիտեք իմ գոշիգը ինչքան է $4000 է եղբայր դու ինչ գործ ունեն մարդիկ քո գոշիգը դու ինչ իրավունքով $4000 գոշիգ ես հակվում եւ որ Հայաստանի մեջ մենք զոհված զինվորների երեխաները հաճ չկա ուտեն այսինքն այսպիսի բաներ են ընդհանրապես այսինքն դեսեք մեր եկեղեցին վարգը ուր հասավ այս վերջին 30 տարիներուն նայեցեք մենք նրանից առաջ էլ եւ որ գարտում ենք եկեղեցու պատմությունը այնտեղ էլ դեպքեր կան շատ դեպքեր կան բայց հատկանշական են առանցին դեպքեր են բայց այսպես չէ այսօր համադարած է այն ոնց որ Հայաստանի մեջ չգիտեմ ես Հայաստան չեմ ապրել ընդհանրապես բայց ասում են որ կոնե ժամանակին այսպես էր ասում են որ եթե ամուսինը ընկերուհի չունենա ուրեմն դղամարդ չի սենց բան էին ասում չգիտեմ ինչքան ճիշտ է հիմա էլ այսինքն եթե գուսագրոնը ընկերուհի չունի ուրեմն ինքը լավ չի կամ դղամարդ չի այլ խոսքով Լավ, կացեք ինչքան գին ուզեք արեք, բայց մեր եկեղեցուց դուրս, մեր եկեղեցին մի բղձեք, սա է մնացել մեր հոգևոր արժեքը մնացել է եկեղեցին, մեր ասկային արժեքը մնացել է մեր պետականությունը, եթե մենք այս երկուսից մեկը գործընծնենք, ուրեմն մենք կոչնչանանք որպես ազգ Նաև վարչապետը ազգային ժողովի ամբիոնից խոսում էր այն մասին, որ կաթողիկոսի եղբայրը KGB գործակալ է։ Այս իմաստով ինչ եք կարծում։ Սրանք պարզապես հայտարարություններ են, թե այստեղ հիմքեր կան, ապացույցներ կան, եւ դուք արժանահավատ համարում եք, որ օրինակ նույն նաև կաթողիկոսի մասին նման խոսակցություններ կան Գոնե Շուշուկով, այսինքն ինչի մասին է խոսքը։ Սրանք լուրջ մեղադրանքներ են։ Նայեցեք, երկրի վարչապետը Եվ որ ասկային ժողովի ամբիոնից այսպիսի մի հայտարարություն արի, ուրեմն ինքը օդից չի խոսում, սա մեկ։ Իսկ երկրորդ դա քաղաքի չի, մենք վերջերս գարտացինք, որ Ուկրաինան փողոք է ներկայացրել, որ ինքը որպես հայ եպիսկոպոս միջամուխ է լինում Ռուսաստանի կողմից այդ Ուկրաինայի մեջ տիրող պատերազմի մեջ։ Այսինքն սրանք քաղաքներ չեն։ Եվ երբ որ նայեցեք ինչու իմ մասին չեն ասում Ինչու ուրիշ, մենք ինչքան 4000 հոգևորական ունենք, կամ 2000, ինչքան են Աստված ավելացնի, այսինքն ինչու ամեն մեկու մասին չեն ասում, ուրեմն չկա ձուխ առանց կրակի, և սա հստակ է, Եվ նաև ինչով է պայմանավորված, որ օրինակ Ռուսիո պատրիարքի խորհրդականը նաև օրերս հայտարարություն արեց, որ այս հարձակումը վարչապետի կողմից եկեղեցու վրա, վարչապետը այս հարձակմամբ իր սահմանադրական լիազորություններն է անցնում եւ պարբերաբար Ռուսաստանից մենք ամենատարբեր պաշտոնյաների կողմից հայտարարություններ ենք լսում։ Սա ավելի շատ օգնում է Մայրաթորին, թե խանգարում է, որովհետեւ նրանց ինձ թվում է խանգարում է Ինձ թվում է խանգարում է, որովհետև երբ որ Ռուսաստանի դաշնությունը պատրիարքի չգիտեմ ինչը պաշտպանում է Քարեքինին, դա նշանակում է, որ ինչ-որ այնտեղ գաբեր կան։ Եվ հետո սա այս հարցն է հստակացնենք, էլի հակառակ որ վարչապետը բազմիցս ասեց, մեր հարձակումը եկեղեցու վրա չի։ Ինքն էլ ասեց, բոլոր նախարարներն էլ ասեցին, մեր սուրբ առաքելական եկեղեցու դեմ արշավ անողը մենք չենք տուրը դա, մեր արշավը կամ ավելի ճիշտ մեր բայկարը անցերի դեմ է, ես 20 տարի է բայկարում եմ Գդրիչ Ներսիսյանի դեմ, 20 տարի է բայկարում եմ, Ինչու եք որոշել այդ բայկարը? Իմ եկեղեցին ես համարում եմ սրբություն սրբոց, Տեր Արմեն, որ պահից որոշեցիք, որ պիտի պայքարեք Գարեգին Բ-ի դեմ եւ ինչու, որն էր այն կարմիր գիծը, որից հետո որոշեցիք, որ պիտի այլևս դուք էլ բարձրաձայնեք խոսեք։ Այսինքն ես սկզբունքով ես կարող եմ ցեզ ասել, որ միշտ ըմպոստ եղած եմ ներկա եկեղեցու վարչական գազմի նկատմամբ 2000 կամ ավելի ճիշտ է 2000 թվականից կարող եմ ասել, միշտ իմ քարոզների մեջ ագնարկել եմ այս հարցերին, այս անօրենություններին եկեղեցու մեջ, այդ սուրբ գրքի սերտողության մեջ են, դողադագերով խոսել եմ մեր ունեցիներին, բայց երբ որ 2018-ին հեղափոխությունը եղավ,
Հայաստանի մեջ Թավշյա հեղափոխությունը, մենք էլ ուզեցինք Թավշյա հեղափոխություն անել եւ ուզեցինք մեր եկեղեցի մաքրել, քանի որ երկիրը մաքրվեց եւ մենք ունեցանք հեղափոխություն, մեր իրավունքն էր նաեւ հոգեվոր զարթոնք ունենալ եւ հոգեվոր զարթոնք ունենալու համար Գդրիչ Ներսիսյանով կարելի չէր ներկա համագարկով կարելի չէր եւ մենք ուզեցինք տապոխել, բայց դա չստացվեց ինչ հանգամանքներով եւ այս բարակային ասեմ, որ բարոն վարչապետն ալ իր լուման չունեցավ, մենք մեծ հույս ունեինք այն ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը իր լուման կունենա եւ կսադարի մեզ, չսադարեց մեզ եւ այդ շարժումը այսպես էլ հանգավ գնաց, բայց ես միշտ շարունակել եմ, որովհետեւ չես կարող գույր լինել եւ ճշմարտությունը չտեսնել։ Իվերջո մենք գույր չենք, տեսնում ենք, բայց ինչ որ մենք տեսնում էինք, այդքան չէր, ինչ որ մենք գիտեինք, այդքան չէր, այսօր նորմերը անցան, չափերը անցան, ես ձեզ անգերձ ասեմ, եթե ես 20 տարի առաջ իմանայի, որ մենք այսպիսի գերդոտ խոհանոց ունենք, ես մի րոպե կարող եմ այս եկեղեցում չմնայի, այդքան շատ է, չափ անցա, կարելի չէ։ Եվ Տեր Արմեն, Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Ռուբեն Վարդապետ Զարգարյանն է հերթական անգամ քաղաքական վերլուծություն արել եւ ասել է, որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ համակարգն է։ Վերջին շրջանում շատ ենք լսում այսպես ամենատարբեր հոգեվորականների շուրթերից քաղաքական վերլուծություններ եւ անգամ հոգեվորականներ կային նույն Աջապահյանը ուղիղ ասում էր, որ այս երկիրը տղամարդ առաջնորդի կարիք ունի, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանն է եւ նաեւ մենք պարզ տեսնում ենք այդ սատարումը։ Ինչով է պայմանավորված։ Ռոբերտ Քոչարյանի օրով չէր, որ մի հատ արքեպիսկոպոս գալանավորվեց Բերդի մեջ։ Իրա օրով չէր։ Այսինքն, երբ որ հոգևորականը ինչ որ սխալ գործում է, ինքը պիտի պատժի ընդարգվի։ Մենք ի վերջո, ես ներառյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք։ Եվ մենք որպես քաղաքացիներ, մենք բարդինք հարկել մեր հայրենիքի եւ մեր քաղաքի օրենքները։ Հիմա իրենք չեն ուզում ժողովրդավարություն։ Հայր Ռուբենը կարելի է ամենագրծեր հոգևորականներից է։ Իրենք վարժվել են, որ ժողովրդավարություն չկա, այդ գաղափարը իրենց մեջ չէ։ Իրենք վարժվել են օղակի մենադիրության։ Կաթողիկոսը պիտի իշխի հոգևոր եպիսկոպոսներին, եպիսկոպոսները պիտի իշխեն վարդապետներին, վարդապետները եւ այսպես կգնա մինչեւ ամենափոքր կահանան պիտի իշխի ժողովրդին։ Այսինքն այսօր ժողովուրդը ես շատեր մեր ունեցիներն ասում եմ, որ չենք համարձակվում հոգևորականին մի հատ հոգևոր հարց տալ։ Հազիվ մի հարցանք ժամանակ չունեմ, ես պետք է գնամ, գնունք ունեմ, բսակ ունեմ եւ լավագույն դեպքին, եթե մի հատ հոգևոր հարց տան, ամիջավես աղանտավորի կամ փողոքագանի բիդագը կգծնեն եւ դուրս կշլրդեն։ Իրենք վարժված չեն ժողովրդավարության։ Չկա ժողովրդավարություն, ինչ ժողովրդավարություն։ Եվ նաեւ եթե մի քիչ էլ իրենց թույլ տակ ավելի խոսին, պիտի ասեմ, որ ժողովրդավարությունը աստվածաշունչի թեմ է։ Եղբայր Աստված ազատ ստեղծեց մարդը։ Մենք կարդում ենք ստեղծագործության ժամանակ Աստված ամեն ինչ տվավ մարդուն, ասեց ազատ ես։ Ես քեզ ազատության շնորհն եմ տալիս։ Ինչ ուզում ես գեր դրախտից։ Միայն ես բարի եւ չարի գիտության ծառից մի ուտի, բայց իրան չգապեց, իրան ազատ թողեց եւ մարդը իր ազատությամբ գնաց բարի եւ չարի գիտության ծառեն ճաշակեց եւ մեղքի ճաշակեց եւ վտարվեց։ Աստված մեզ ազատ ստեղծել է, բայց այս մարդիկը ազատություն չեն սիրում։ Ես հաճախ եմ ասում իմ կարոզների մեջ, Աստված մեզ այնքան ազատ ստեղծեց, որ հրյաների ռաբիները իր որդվույն խաչի առջև կանգնած թքում էին իր երեսին։ Ազատ է մարդը, ուզում ես ընդունի, ուզում ես մի ընդունի, բայց այս մարդիկը ազատություն չեն սիրում։ Չեն ուզում, պետք է ամեն մարդ ստրուկ լինի։ Եվ այսօր ասեմ ձեզ, մեր հոգևորականությունը իր բոլոր աստիճաններով, կահանայից այլև սարգավակից սկսած, մինչև եպիսկոպոս, արքեպիսկոպոս, ստրուկ են Գդրիչ Ներսիսյանի ձեռքի տակ։ Ոչ մի խոսք, ոչ մի արտահայտություն անելու իրավունք չունեն։ Եվ ամենամեծ փաստը այսօր
այս եպիսկոպոսները լավ մորանանք եպիսկոպոսները, որ Հայաստանի մեջ են ապրում, կարող է վախենում են սպառնալիքներից եւ այլն, բայց եկեք նայեցեք աշխարհի սփյուռքի մեջ եպիսկոպոսները ավելի ստրուկ են։ Եղբայր դու ինչի՞ց վախենում ես։ Դու քո երկրի իշխանն ես։ Դու միակ չես կարա քոնե նվազագույնը չենք ասում կնատադի, չենք ասում ատագին երեխաներ ունի, այս բոլորը քեզանից չենք պահանջում։ Նվազագույնը քեզ պահանջված է, որ ասես, որ հերիք է մեր եկեղեցին վարգապետեք, թողեք, քնացեք։ Եվ ինչ եք կարծում, Տեր Արմեն, ամեն դեպքում այդ օրակարգի մասին, որ տևական ժամանակ է խոսվում է, որ կաթողիկոսը պիտի գնա, որովհետև խախտել է կուսակրոնության ուխտը, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում կաթողիկոսն էլ չի պատրաստվում հեռանալ եւ համառում է, այսպես ասած։ Հիմա այս ինչպես հանգուցալուծումը դուք ինչպես եք պատկերացնում։ Հանգուցալուծումը, այսինքն այս բացահայտումները մինչև հիմա ինչ որ կան, անոնք բավարար հիմքեր են, որ ինքը թողնի եւ քնի։ Եվ ես հույսով եմ, որ մի օր առավոտ կգարտնանանք եւ կլսենք, որ Կաթողիկոսը իր ջամբրուկները արել է ինքը եւ իր բենդեն եւ հերացել է։ Ես զարմանում եմ վարչապետի կորձելավոճին եւ անցյալորն էլ իմ զրույցներից մեկի մեջ ասեցի, որ վարչապետը ախր շատ քրիստոնյա է, բայց երբեմն պետք չէ որ այդքան քրիստոնյա լինել եւ ներողամիտ գտնվել այնպիսի իրադարձությունների հետ, այսպիսի անցանց հետ, որոնք կորձում են քրիստոնեության հակառակ։ Օրինակի համար շատ հեշտ է վարչապետի, որ մի օր գդրիչը դուրս ելնի, գնա ինչ-որ մի այցելության, դուրսը արտասահման, persona non grata անի, ինքը չի կարող դառնալ։ Եվ եթե ինքը չդառնա, ավտորը թափուր կմնա։ Ավտորը թափուր մնա, այն ժամանակ մենք կարող ենք ինչ-որ մի բան անել, բայց ախր քայլեր չի ցերնարկում։ Մեր վարչապետը ուզում է աղոթքով, ծոմապահությամբ, լավ անենք, այս բոլորը անենք, եւ մենք այս բոլորը արել ենք 30 տարի է պատարակներին, մենք այս մարդու համար աղոթում ենք, որ խելքը գլուխը կա, աղոթում ենք, որ ուղիղ վարդապետությամբ երկար կյանք ունենա, բայց Աստված մեզ չի լսում, որովհետեւ Աստված էլ նրան չի ուզում։ Եթե Աստված նրան ուզեր, մեր աղոթքները կլսեր եւ այս մարդը 30 տարվա ընթացքում կփոխվեր, չի փոխվելու։ Այնպես որ պետք է գնա։ Ես ասում եի նաեւ, ես չեմ զարմանում, եթե մի օր առավոտ արտանանք, ոնց որ արաբական հեղափոխությունների ժամանակ եղավ, բոլոր նախագահները իրեն ջամբրուկները արան ու երկիրը ազատեցին։ Հույսով եմ, որ սա էլ մի առավոտ կզարթնենք եւ կտեսնենք ոչ այլևս Գդրիչ Ներսիսյան։ Շնորհակալ եմ Տեր Արմեն։ Խնդրեմ շնորհակալություն ձեզ։ Հիշեցնեմ, որ Վառնայից տեսակապի միջոցով մեզ էր միացել Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը, կհանդիպենք։